ուրեմն վերջ դրան ձերբակալել ուրեմն ասեմ ձեզ այդ ցեղասպանության եւ թանգարանը եւ հուշարձանը եւ բառը եւ իմաստը օրենքով արգելելու է ցանկացած լրատվամիջոց ով դրա մասին բացաձայնից ասելու է երկու պետությունների միջև ճշտամանքա հրարում բանտարկել այսքան տարի ես ամենայն լրջությամբ եմ ասում մեզ թվում է որ դուք գիտեք որ տարիներ առաջ Ստամբուլում ուրեմն ես այնտեղ ծանոթներ ունեմ, այսպես խոճապի մեջ, բանի մեջ էին ընկել, զանգահարում էին, որ էս սա է, ուրեմն հոգևոր առաջնորդներից մեկը ասում է, որ դուք գնաք դրախտ, դուք պիտի գյավուր, չէ, անհավատներից մեկի հետ ամուսնանաք, լավ կլինի, որ մատղաշ, այսինքն անչափահաս, եթե դուք իրան բերեք մեր հավատի, դուք ուրեմն Աստծու մոտ գործունեք, այսինքն դռները բացում են, որ դուք կարող եք ազատ գնալ անչափահաս քրիստոնյա աղջիկների, այո, ես բան չեմ ասում, չեմ ասում են ցեղասպանության տարիներին ինչ են արել, ես ասում եմ, ասենք 15 տարի առաջ, տեսեք ինչ ծրագրով, ինչ արժեք եւ ով է ասում, եւ դեմը շարունակում եմ, եթե հիմա վաղը ասի, գիտեք ինչ կա, ինձ Էրդողանն ասում է, եթե դու խաղաղություն ես ուզում, քո մատղաշ 10-ից Էս Էփշտեյնի բանը տեսակ, չէ՞ ինչ աղջիկներ են ուզում 10 տարեկան մանկահասակ աղջիկներ ձեր Հայաստանում ինչքան որ կա 10-ից 13 տարեկան աղջիկներ դուք պիտի տակ տանենք Թուրքիա բա խաղաղությունը սա է ասելու է չէ Ես անտրամաբանական բան եմ ասում, չափազանցում եմ պարոն Նահապետյան։ Միջև հիմա այդպես է եղել, ասելա պիտի Արցախը տանք, որ խաղաղություն լինի, Զանգեզուրը պահենք, ճիշտ է։ Հետո ասես Տավուշը պիտի տանք, որ խաղաղություն լինի։ Հետո ասես ոչինչ, որ դիրքերի վրա են գերիներին ճանապարհը բացեք, որ գնանք։ Ասելա։ Հիմա ասում է երկաթգիծը պիտի տանք։ Հիմա ասում է այս Թրամփի ուղի տակ այս տարածքը։ Հիմա տալիս է Զանգեզուրը։ Ինչն է խանգարելու, ինչն է պահելու, երբ որ դրանք զինված հզոր երկրներ դուք էլ Ռուսաստանին ձեր արևին էստեղից ճանապարհ եք դնում, ինքը ասի ես պետք է 10-ից 14 տարեկան մանկահաս աղջիկներին հավաքեմ տանեմ, հայեր ջան, որ պատերազմ չլինի, ինչ եք անելու։ Ես ամփոփեմ քո ասածը, Անժելա, մեր մեծ գրող, իմաստուն գրող Հովհաննես Թումանյանի հայտնի պատվածքով, այ դու կկու հիմար կկու, երբ որ մի ձագը տալիս է աղվեսին, իդեպ Թումանյանը ես կոնկրետ հայրենիքի մասին ասել Այսինքն մեր հայրենիքի մի կտորը թշնամուն որ տվեցիր, գալու է երկրորդը վերցնի։ Այդ կկուները որ անընդհատ աղվեսը գալիս է, ագրավ հետո ասում է չէ։ Եվ հետեաբար հիմա սա այդ հիմար կկվի, նույն հիմար չի, պարտադրված Հիմա Թրամփը պարտադրված չի, Թրամփը պարտադրված չի, բոլորն էլ պարտադրված է բանի մեջ են։ Եվ հետեաբար ինքը անում է ինչ որ պիտի անի, իսկ մենք ինչ ենք անում, մենք էլ տանենք այն ինչ որ տանենք։ Օտար ուզում է մեզանից մեր հայրենիքը, մեր սրբությունները, մեր հավատքը խլի, մենք պետք է դիմադրենք։ Եթե չենք դիմադրում, որից է մեկին, որից է պետության, որից է դաշնակցի կամ ոչ դաշնակցի չմեղադրենք։ Այս մեր կռիվն է, սա օտարի կռիվը չի։ Մենք կռիվ արեցինք, մեզ հարգելու են։